Գավառ քաղաքում հուլիս ամսին քաղաքապետարանի նախաձեռնությամբ կատարվեցին ճանապարհային գծանշումների, երթևեկության նշանների և բանուկ խաչմերուկներում թարթող լուսացույցերի տեղադրման աշխատանքներ։ Այս նպատակով Գավառի համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 4 միլիոն դրամ։ Գավառի քաղաքապետարանից հաղորդած տվյալների համաձայն վերնշված աշխատանքները իրականացվել են քաղաքում անվտանգ երթևեկության կազմակերպման նպատակով։ Արված աշխատանքները կարևորում են նաև քաղաքի բնակիչները։ Ոնց որ թե քաղաքին ինչ-որ վիճ տա։ Գեղեցկություն է վերջում, նայում ես մաքուր գծերը կան, ժողովուրդ հանձնում են, տարում են, ընտրում են։ Շատ լավ, ես ողջունում եմ այդ քայլին, չեն զիջում հետիոտին, հետիոտը չի զիջում վարորդին, իսկ որ գծանշումներ կան, զնակներ կան, դա բոլորը արդեն պարտավորված է զգոր, որպեսզի անպայման ենթարկվես։ Շատ լավ այդ։ Ճանապարհային երթևեկության կանոններում հետիոտնային գծանշումների մասին կան մի քանի կետեր, որոնք սահմանում են հետիոտնի և տրանսպորտային միջոցի վարորդի իրավունքներն ու պարտականությունները։ Այս պահին ես գտնվում եմ հետիոտնային անցումի վրա, որտեղ երթևեկությունը իրականացվում է առանց լուսացույցի, այսինքն ես գտնվում եմ չկարգավորվող հետիոտնային անցումի վրա։ Այս պարագայում հենց հետիոտնը հայտնվում է անցումի վրա, տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հետիոտնին։ Կատարված հարցումներից պարզ դարձավ, որ հետիոտները և տրանսպորտային միջոցների վարորդները քիչ թե շատ գիտեն իրենց իրավունքները կապված գծանշումների հետ։ Պետք է մեքենան կանգնի, մենք անցնենք, եթե գծանշանների վրա ենք, իսկ եթե ոչ, մենք պիտի կանգնենք, նրանք անցնեն, նոր մենք։ Մեքենան պետք է կանգնի։ Որ դեպքում։ Երբ որ տեսնում է արդեն գծաեզրերի վրա մարդ կա։ Վարորդը ինքը իրան պարտավորված ազգում, մոտենալով գծանշումներին, զեբրատիպի գծերին պարտավորված զիջելու հետիորդին, որը ինքը անցումի վրա արդեն պետք է անցնի։ Դե բոլոր դեպքերում, եթե չպաշտպանես երթևեկության կանոնները, ինչ-որ մի վթար պետք է ստեղծվի և նրա համարավատ, և վարորդի համարավատ։ Այսքանով հանդերձ, սակայն և հետիոտնը, և վարորդը շատ հաճախ խախտում են երթևեկության կանոնը և պարզապես չեն օգտվում գծանշումներից։ Այնուհանդերձ կատարված աշխատանքները նպատակ են հետապնդում քաղաքում ձևավորել անվտանգ երթևեկության մշակույթը։ Այս հարցում իրենց պարտավորված պետք է զգան և հետիոտները, և տրանսպորտային միջոցների վարորդները։ Ալվարդ Մանուկյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։